Սիրելի աշակերտներ, այս տեսանյութով ծանոթանանք ամփոփիչ գրավոր թեստերին։ Դրամագիր 1-ում խաղում ենք սևերով, մատ հայտարարենք երկու քայլից։ Այստեղ սպիտակ արքան, ինչպես տեսնում ենք, փակված է իր խաղաքարերով, եւ եթե փակ լիներ նաեւ Ժ1 դաշտը, ապա ձին կարող էր կատարել խեղդուկ մատ, իրականացնել խեղդուկ մատ։ Ուրեմն մեր նպատակն է փակել Ժ1 դաշտը։ Ինչպես գիտենք, դա շատ ժամանակ արվում է զոհաբերություններով։ Թագուհի Ժ1 շախ, նախ գրենք քայլ համար 1, դրեցինք բազմակետ սպիտակների կողմը եւ գրում ենք սևերի քայլը, թագուհի Ժ1 շախ։ Արքայը վերցնել հնարավոր չէ, ձին պաշտպանում է, ստիպված վերցնելու են նավակով սպիտակները եւ սպիտակ արքան ամբողջությամբ փակված է իր խաղաքարերով, F2 դաշտը ոչ ոք չի հսկում։ Ձի F2 եւ խեղդուկ մատ։ Դրամագիր 2-ում խաղում ենք սպիտակներով հասնենք հաղթանակի։ Ինչպես տեսնում ենք, մրցակցի ձին գտնվում է եզրագծում, իսկ ձիերը եզրագծում թույլ են։ Օրինակ, ձին չի կարող քայլել E2, սակայն ձին կարող է դուրս գալ եւ լինել ավելի ակտիվ։ Մեր նպատակն է այս երկու F3 եւ H3 դաշտերը հսկել, որպեսզի ձին չկարողանա քայլել։ Ինչպես տեսնում ենք, այս երկու դաշտն էլ գտնվում են երրորդ հորիզոնականում, որը կարող է հսկել նավակը։ Նավակ B3 եւ այժմ ձին ոչ կարող է քայլել H3, ոչ F3, իհարկե նաեւ E2, որը հսկում է արքան։ Ուրեմն առաջին քայլով նավակ B3, ահա այս քայլը, եւ ձին ամբողջությամբ ծուղակում է, հարկավոր է նրան մոտենալ եւ վերցնել։ Սևերի որևէ քայլին ենթադրենք զինվորով, մոտենում ենք եւ վերցնում ձին։ Գուցե արքայով, էական չէ, կարելի է գրել ցանկացած քայլ։ Մենք հաջորդ քայլով մոտենում ենք J3, գրոհում ձիուն եւ ապա այն կշահենք։ Դրամագիր 3-ում սևերով հասնենք հաղթանակի, ինչպես տեսնում ենք, ունենք ձին զինվորի դեմ վերջնախաղ, սակայն թե մենք փորձենք զինվորով շարժվել առաջ, ձին կխոչընդոտի մեր առաջխաղացմանը։ Որպեսզի J5-ից նա չխանգարի մեր առաջխաղացումը, մեր նպատակն է այս J5 դաշտը հսկել։ Իհարկե դա կարելի է անել արքայով։ Արքա F5, ուրեմն գրեցինք քայլ համար 1 բազմակետ եւ գրում ենք սևերի քայլը փոքր ինչ աջ մասում։ Արքա F5 եւ այժմ ձին չի կարող քայլել J5, F6, կարող է փորձել շրջանցել F8 դաշտով, սակայն ուղղաձիգով արքայի եւ ձիու միջև կա երկու վանդակ։ Սա նշանակում է, որ մեր արքան գտնվում է անվտանգության մեջ, կարելի է շարժվել առաջ։ Ձին չի կարող, տեսեք, եւս մեկ քայլ, այժմ անկյունագծով նրանց միջև կա մեկ վանդակ, սա նշանակում է նույնպես մեր արքան անվտանգության մեջ է, մենք կարող ենք շարժվել առաջ։ Ուրեմն ձիով խոչընդոտել, ահա այս քայլից հետո չեն կարող, քանի որ մենք վերցրեցինք նրա հնարավոր սպառնալիքի դաշտերը։ Կարող են փորձել մոտենալ արքայով, ենթադրենք արքա B3, բայց մրցակցի արքան գտնվում է զինվորի քառակուսուց դուրս, սա մենք անցել ենք երրորդ դասարանում, եւ զինվորը կշարժվի վստահաբար առաջ դեպի փոխարկման։ Դրամագիր 4-ում սպիտակների մոտ գտնենք թույլ դաշտերը, հիշենք, որ հիմնականում այն փնտրում ենք արքայի տիրույթներում, եւ դա այն դաշտերն են, որոնց չեն պաշտպանում զինվորները։ Եվ օգտվելով այդ թույլ դաշտերից փորձենք մատ հայտարարել երկու քայլից։ Իդեպ թույլ դաշտ կարող է մուտք գործել ձին, բայց նաև փիղը, սակայն փղի առավելությունը նրանումն է, որ նա մուտք է գործում թույլ դաշտ շախով։ Գրեցինք քայլ համար 1, բազմակետ, եւ սևերի կողմում նշում ենք մեր գտած քայլը։ Փիղ F3 շախ։ Արքան պետք է շախից ազատվի, սա միակ տարբերակն է արքա J1, եւ ապա ձիով մենք մուտք ենք գործում մեկ այլ թույլ դաշտ, դա H3-ն էր։ Ձի H3 եւ մատ։ Եվ դրամագիր 5-ում փորձենք տեսնել ինչ պլաններ ունեն սևերը, իսկ սևերը հավանաբար ցանկանում են իրենց զինվորը անցկացնել փոխարկման, խաղալով A2, ապա A1 եւ դառնալ թագուհի։ Հիմա ինչ կարող են անել սպիտակները այն կանխարգելելու համար, իհարկե փակել այս ճանապարհը։ Քանի դեռ ուշ չէ, նավակ B1,
Եվ երբ սևերը շարժվեն առաջ, A3, A2, փակեն ահա այս փոխարկման ճանապարհը։ Նավակ A1 և զինվորի ճանապարհը փակ է։ Հետագայում գուցե մոտենան արքայով և միացյալ ուժերով հարվածեն այս զինվորին։